Նախագծային աշխատանքի թեման է։ Քարտեզագրելով ազգային և համաշխարհային ժառանգություն ստացած անհատի ուղին։ Մեր ընտրած անհատը գույների վարպետ Մարտիրոս Սարյանն է։ Խորագիրը հայրենիքը գույների մեջ։ Մեր նշանաբանն է Մարտիրոս Սարյանի հայտնի խոսքը։ Ինչ էլ նկարում եմ, Հայաստան է դուրս գալիս։ Մեր նպատակն է խորապես հետազոտել և քարտեզագրել վարպետի կյանքն ու ստեղծագործությունը աշխարհացույց կրթական հարթակի գործիքակազմի օգնությամբ։ Դրա համար մեր առջև դրել ենք հետևյալ խնդիրները։ Անմիջական կապ հաստատելով ժառանգների, Թորնուհի Ռուզան և Սոֆիա Սարյանների հետ։ Նրանցից խնդրեցինք, որ մեր այցելությունը տուն թանգարան կազմակերպեն այնպիսի օր, որ մենք կարողանանք հարցազրույց ունենալ իրենց հետ որպես ժառանգներ։ Մեր խնդրանքը շուտով բավարարեցին և մեր այցը կայացավ սեպտեմբերի 29-ին։ Ես անչափ ուրախ եմ, որ կարողացա մոտիկից տեսնել երեքհասակ կտավը, որոշել եմ այդ կտավի մոտիվներով նկարել նկար, նվիրել և ուրախացնել համայնքի տարեց բնակիչներին։ Գեղարքունքի մարզի Գանձակյան մարզեր միշական դպրոց իրականացնում մրցույթների նախագիծ։ Մարտիրոս Սարյանից սովորեցինք նպատակասլացություն, համառ պայքար, անկոտրում կամք, համբերատարություն և աշխատասիրություն։ Մեր նպատակին հասնելու համար մեր առջև դրված խնդիրներից էր Սարյանի նկարների մոտիվներով համայնքի մշակույթի տարում կազմակերպել ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրվող նկարների պարտավորությունների մի մասը ստանձնել եմ ես։ Համագործակցեցինք համայնքի մշակույթի տանտոնորեն Վանասան Արիբյանի հետ և մեր թիմի անդամ դասվար Մետաքսիա Սարգսյանի աջակցությամբ հոկտեմբերի 14-ին կայացավ մեր ցուցահանդեսը։ Ես ձեռնամուխ եղա խաղի ստեղծման աշխատանքներին։ Այս ընթացքում կարողացա ձեռք բերել մի շարք գիտելիքներ թվային տեխնոլոգիաներից օգտվելիս։ Ինձ հանձ արարված էր մշակել հարցերը և ես կարողացա ստեղծել մեկ ամբողջական խաղ, որտեղ ներառեցի մեկ ամբողջական թեմա։ Նախագիծն իրականացնելիս հետազոտական աշխատանքների ողջ ընթացքում ձեռք բերեցինք ոչ միայն սովորելու, թվային և մեդիա, մշակութային կարողություններ, այլև կարողացանք աշխատել օգնել միմյանց և ներգրավել համայնքին։ Ես և Օֆելիան որոշեցինք նաև ստեղծել էլեկտրոնային ալբոմ, քանի որ կատարել էինք հսկայածավալ աշխատանք, մեկ նախագծային աշխատանքին չէին կարող ամբողջը ներկայացնել։ Սարյանին ուսումնասիրեցինք ու ճանաչեցինք ոչ միայն նկարիչ, այլև հայրենասեր անհատ, որի ժառանգությունը հայ այցեքարտն է։ Սարյանի ընտանիքն ինձ համար դարձավ ընտանիքի օրինակելի մոդել, երբ կարդացի Լուսիկին ուղղված նամակները։ Նա պատահաբար հայտնաբերել է Գառնու տաճարի հունարեն արձանագրությամբ սալը, որով հայտնի է դարձել հնագիտական բացահայտում այն մասին, որ տաճարը կառուցվել է Տրդատ արքայի կողմից։ Ես նկարել եմ մեր մրցույթի շրջանակներում Մարտիրոս Սարյանի նկարի մոտիվներով։ Արդյոք հավանում եք նմանը։ Հնարավորություն ունենայիք, կպարապեիք ավտոդպրոցում կամ տանը։ Եթե հնարավորություն ունենաք, պարապենք, ինչ կա որ։